Իսկ ինչն էր 90-ականներին, որ այսինքն լավ տպավորվել է։ Կար այդպիսի ֆրազա, այդ միայն Հայաստանում ակոչում էր աղբարի տուն։ Մենք անընդհատ ունենում ենք հաղորդման ընթացքում սերունդների բախում։ Միշտ ավակ սերունդը բողոքում, կարող է ես փնթփնթամ։ Հարցեր առաջանում։ Ինչ է այս արկղում։ Ну, սրաձերը այդքան չէին կործանվում, չնայած դեգրադացվում էին։ ԿՎՆ-ը մեծ պրազնիկ էր, տոն էր։ Մարդիկ կարոտ են հարազատ զրույցների։ Դե ողջույն։ Բարև ընկերս։ Նորից այստեղ ենք։ Նորից ենք, նորից զրուցենք։ Զրուցենք ու մեր Բայց ես դատարկ ձեռքով չեմ եկել։ Ինչ ես բերել։ Ինչ ես աղմկում, ինչ ես բերել։ Հա, հասկացա, դու բերել ես Ուրեմն էս կարմիր եւ սև արկղ։ կարևոր ատրիբուտ է այսօր դարձել։ Ինչ հարց պիտի տաս Այս թեման թեմայով։ ինքը շղթայական հեսակ զրուցենք։ Լսի, եթե հարց ենք տալու հենց այս թեմայով, ես գիտեմ ում կարող ենք հարց տալ։ Կարմիր սև արկղի հետ կապված։ Ասեմ ում։ Կարմիր սև արկղում։ Հա, թե ինչ Հարց տանք։ կարմիր սև արկղում։ Արի պարոն հաղորդավարին հարցնենք։ Արի հրավիրենք։ հարցնենք Կարեն Քոչարյանին։ Այո։ Բոլորը իրեն գիտեն, բոլորը գիտեն, իսկ ձայնը շատ լավ են ճանաչում, ինչ որտեղ երբ հաղորդաշարից։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Ուրախ ենք շատ, որ համաձայնեցիք ու մենք ձեզ մեծ սիրով հյուրընկալում ենք մեր այս տաղավարում։ Ես էլ եմ ուրախ, չէի կարող չհամաձայնվել, երկու հաճելի երիտասարդ եւ շատ հաճելի ու հոգեհարազատ թեմա։ Պարոն Քոչարյան ջան, բարև ձեզ, բարի գալուստ։ Շատ ուրախ ենք, ես էլ հարուտնել, որ դուք այսօր այստեղ եք մեր տաղավարում ականավորները հաղորդաշարի շրջանակներում։ Պոդքաստ։ Ես միշտ այդ պոդքասթը չեմ կարողանում արտաբերեմ, միշտ ասում եմ լապտոպ։ Ինչև է։ Սովետից ես եկել դրա։ Սովետից եմ եկել, հա։ Ես ավելի շատ սովետից եմ եկել, բարև Քան ձեզ։ ես, ողջույն։ Բայց պատկերացրեք, երևի դա նրանից էր, որ ես ինքս իմ անձնական պոդքասթն եմ ունեցել, այդ բառը շատ լավ գիտեմ։ Կսովորես, ոչինչ։ Սովորեմ, հա։ Կսովորեք, ես ճիշտն ասած չեմ կարծում, որ ես ականավոր եմ, բայց մեկը շատ հաճելի է, նախ հաճելի է թեման, հաճելի է գդուկ, Վախ, մերսի։ ու հաճելի է այն, որ ես վերջապես խոսելու եմ նրանից, ինչ ինձ դուր է գալիս, ոչ թե նրանից, ինչի ես ստիպված եմ խոսել։ Շնորհակալություն, որ եկել եք, պարոն Քոչարյան։ Այս հերոստացույցը բերել ենք, որ մի քիչ ես տեսողական հիշողությունը օգնի մեզ զրույց ավելի անմիջական։ Այդ հերոստացույցով ես ավելի հին հերոստացույցներ էլ կային, բայց 90-ականներին սա էր, որովհետև ակումուլյատորը հեշտ էր միանում, քիչ հոսանք էր տանում, բայց դա 90-ականների սկիզբն էր, մինչև 95-6-ի հունիսի 1-ից եղավ 24 ժամվա հոսանքը։ 24 ժամյա հոսանքը, հա։ Բայց դա էլի ընդհատումներով, միևնույնն է։ Չէ, 96-ի հունիսի 1-ից ընդհատումներ չկան արդեն։ Ես իմացա, որ հարուտը շատ լավ հիշողություն ունի, ես էլ լավ հիշողություն ունեմ։ Նենց որ ես ձեզ շատ բաներ այդ այնց օրերով, թվերով կարող եմ ասել, այդ հաստատ գիտեմ, որ շատ հիշում եմ, որ 96 թվականի հունիսի 1-ից էր, կարող եմ ասել ինչու նաև, որովհետև այդ տարի արդեն ընտրություններ պետք է լինեին։ 96-ին, այո, 96-ի սեպտեմբերին եւ նախագահականներ եւ բայց մենք խոսացել ենք որ բան չլինի, պրոստը ես հիշեցի, հաստատ հիշում եմ ինչու կար, հա, ինչու եղավ 24 ժամյա վերականգնվեց 24 ժամյա հոսանքը ու մնաց։ Հիմա այսօր խոսալու ենք այդ ժամանակների նիստուկացից, առօրյայից։ Պարոն Քոչարյան, մեր հաղորդումը կոչվում է, պոդքասթը կոչվում է ականավորներ։ Շատերի մոտ հարց է ծագում, ինչի ականավորներ, այսինքն երբեմն ականավոր մարդիկ չեք հրավիրում դուք, այսինքն մեր պատկերացրած ականավորները, Արամ Խաչատրյան չեք հրավիրում, Կոմիտաս չեք հրավիրում եւ այլն, չգիտես ինչ։ Բայց մեր ականավորներ հաղորդաշարը հենց 90 ականների մասին, այսինքն ականավորներ, այսինքն
Հասկացա 90-ականների ես ճիշտն ասած ինձ իհարկե 90-ականների եմ համարում բայց ես նաև 80-ականների եմ ինչը չգիտեմ դուք հիշում եք թե չէ իսկ 80-ականները եւ 90-ականները այդ շատ տարբեր էին այդ գիտեք ինչ էր ոնց որ ոնց ասեմ, որովհետև օրինակ 90-ականները եւ 2000-ականները այդքան տարբեր չէին, ու եթե հատկապես 90-ականների վերջում արդեն երբ որ շատ բան սկսեց բան լինել, 2000-ականները այդքան չէին տարբերվում։ 70-ականներն ու 80-ականներն էլ իրարից շատ չէին տարբերվում։ Բնական է, տարբերվում էր, ասենք, հագուստը, մոդան, հա, այդ, չգիտեմ, երկար մազեր, թե կարճ մազեր, չգիտեմ, ասենք, դե ռոքը կար, կար, բայց արդեն փոփոխություններ, չգիտեմ, ռոքի սիրահարները, իմիջիալուց բան ասեմ, այսօրվա երիտասարդները, ես չգիտեմ, գոնե այն երիտասարդները ում հետ ես եմ շփվում, ես շատ եմ սիրում շփվել երիտասարդների հետ։ Դե հա, միշտ շունչ է տալիս։ Այդ ռոքը գիտեք ինչ լավ գիտեն։ 60-ականների, 70-ականների, 80-ականների, նո 90-ականներին արդեն որպես այդպիսին եկավ ավելի պակասեց, պարզ այնտեղ եկան, չգիտեմ, Ռամշտայններ, Սոադներ, SS բաններ, ես նկատի ունեմ այն թոփերի մասին թոփերին նկատի ունեմ, բայց արդեն ինքը պակասեց։ Հետո կարծեք հիմա շատ ավելի շատ է պակասել, բայց հիմա այդ վիճակում պակասած այսօրվա երիտասարդների համար ռոքը կարծում եմ նենց իրանց պլեյլիստի թոփերում է գտնվում։ Բումի ժամանակաշրջանները շատ լավ գիտեն։ Իսկ արհեստական ինտելեկտը օրինակ կարա ռոք գրի, նենց ռոք գրի, ոնց որ ասենք կարող է։ Ապա մենք որոշել ենք քաղաքականություն։ Բայց արհեստական ինտելեկտը քաղաքականություն, հա, չէ՞ քաղաքական գործիչների մոտ ամիայն արհեստական ինտելեկտ դրա համար եք մտածում որ քաղաքական է։ Դուք ունեցել եք, չէ՞, տենց հաղորդում, որ քաղաքական գործիչներ են եկել ու տենց Ես ոչ միայն քաղաքական գործիչներ, ես իմ ոդքասթում ես ընդհանրապես միշտ սիրում եմ էքսպերիմենտ անել, այդ ոդքասթի շրջանակներում տենց էքսպերիմենտ արեցի, որ եթե մինչև այդ կանչում էի, հա, երկու նույն ոլորտի երկու սերնդի ներկայացիչ, ես սկսեցի հրավիրել մի հյուր եւ այդ հյուրին նույն հարցերը տալ, նաեւ այդ այն հարցերը, որ տալիս էի հյուրին, տալ նաեւ ChatGPT-ին Այս էր սա էքսպերիմենտը, իմիջիալով շատ հետաքրքիր պատասխաններ էի ունենում, հա, որոշ դեպքերում համընկնում էր, որոշ դեպքերում լրիվ հակառակներ ասում, այնպես որ չէ որ ուզում եմ շատ խելացի բաներ ասում։ Պարոն Քոչարյան, դուք նաև դասախոսել եք ձեր իսկ ինստիտուտում։ Տեսեք, ես միշտ ասում եմ, որ նախկին կյանքում ես եղել եմ ինժեներ, ես ինժեներ մեխանիկ եմ, այո, ես գյուղինստիտուտն եմ ավարտել մեխվակի ավտոցիկլը, այսինքն ավտոմոբիլների, հա, ինժեներ մեխանիկ եմ, հետո ավարտելուց հետո դասավանդել եմ, այո, ավտոմոբիլներ եւ տրակտորներ ամբիոնում, իսկ դա ես դուրս եմ եկել 94 թվականին Ես ընդունվել եմ ինստիտուտ։ Ասեմ ինչու եմ դուրս եկել, որովհետև տեսեք, բացի այն, որ հա, այդ ժամանակ ծանր էր ընդհանուր առմամբ կյանքը, որովհետև դեռ պատերազմ էր։ Նոր վերջացել էր։ Պատերազմ էր, հա, այդ մթություններ եւ այլն հոսանք չլիներ ծանր վիճակ խորհրդային միության ամբողջ տնտեսական կապերը կոտրված նոր տնտեսություն էր զարգանում եւ ես ամենասարսափելին եղավ երբ փոխվեց փողը 93 թվականի նոյեմբերին եւ ես սկսեցի ստանալ եթե չեմ շփոթվում ինչ-որ 30 քանի հազար 30 քանի հազար դրամ ռուբլի թե դրամ հա փոխվել է արդեն բայց ահագին եք ստացել չէ դա ահագին գումար չէր որովհետև մեկը 200-ի փոխվեց հա 200 ռուբլին մի դրամ էր չէ սկզբից կուրսը սենց էր
օֆիցիալ կուրսը 14 ռուբլին մի դրամ էր, այո, չէ, 200 ռուբլին մի դրամով փոխեցին, հետո օֆիցիալ կուրսը $1 14 դրամ էր, այո, 14 դրամ էր, լավ կուրս է, բայց այդ կուրսը տենց էլ չմնաց, ինքը դա միայն օդում ասվեց, որովհետև այդ ընթացքում օրերի ընթացքում կուրսը սկզբից դառավ ինչ-որ 50-60-100 են որ բանի նման հետևից չէինք հասցնում, մոտավոր 200-ի վրա կանգնեց էլի։ Էլի վատ կուրս չէր։ Ու դա ես երբեք ուսանողից չէի էլ պատկերացնում, որ կարող եմ, հա, փող վերցնել եւ գիտական աշխատանքս կիսատ թողեցի, որովհետեւ տեսական հատվածը գրած էր ամբողջովին պատրաստ էր, բայց էքսպերիմենտալ հատվածի համար ես Հայաստանում չունեի պոլիգոն, որտեղ դա անեի, ես պետք է թռնեի կամ որովհետև թեման հետաքրքիր թեմա էր, արդեն հողերը սեփականաշնորհելուց հետո, երբ ավելի փոքրացավ արդեն, Հայաստանում անհրաժեշտ էին արդեն մինի տրակտորներ, իսկ այն ժամանակ սովետի վաղտեն K700 որ մեծ տրակտորներ էին շատ, որը չէր կարող աշխատել այդ փոքր հողահատվածների վրա, եւ ինձ ղեկավարս առաջարկեց այդ թեման, հա, որ մինի տրակտորների ներմուծում չէ, այդ բիզնեսմենները պետք է անեն, աշխատանքի անալիզ, վերլուծություն, Հայաստանի թեք լանդշաֆտային պայմաններում դրանց աշխատանքը ինչպես կլինի եւ այլն ու պոլիգոն մինի տրակտոր չկար Հայաստանում պոլիգոն չկար ես պետք է գնայի կամ Խարկով կամ Վոլգագրադ կամ չգիտեմ որտեղ այն ժամանակ դեռ այդ կապերը կար դրա գումարը ես չունեի որ գնայի ամիսներով այնտեղ մնայից դա ամիսների աշխատանք էր ես դրա համար որոշեցի վերջնական կտրել կտրուկ փոփոխել այն ճանապարհը, որը ես ընտրել էի 16 տարեկանում դեռ երևի թե, չգիտեմ, բարին էլ էր։ Մնացածը կասեն ճիշտ եմ արել թե չէ, ես դժգոհ չեմ իմ կյանքից եւ անցած ճանապարհից, ես շատ շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին, եւ դպրոցի, եւ բուհի, անկախ նրանից, ինչեւ որտեւ ես գտնում եմ, որ իրենք առաջին հերթին բացի այն, որ ինձ տվել են գիտելիք, իրենք տվել են կյանքը հասկանալու հմտություն, մարդկանց հետ շփվելու հմտություն, ինտելեկտը բարձր պահելու։ Այդ ասեցի բացի այն, որ գիտելիք են տվել, իսկ դա գիտելիքի մեջ է, այն ամենայնիվ նաև անընդհատ զարգանալ, անընդհատ։ Առաջտային առաքելությունից թվում է դա։ Մանավանդ մեր բուհում հաստատ տենց էր։ Հաստատ պետք էր ու կային մասնագետներ։ Եվ ամենակարևորը այդ ժամանակ շատ կարևոր էր գրքից օգտվելու այդ ունակությունն են ինձ սովորեցրել, ինչպես գրքից օգտվել, որովհետև դուք մասնագետներ եք մի բանի, որ հասկանում եք կարելի է օրինակ կինոն նայել, բայց չհասկանալ, չտեսնել, չընկալել։ Նույնը գիրքն է, կարելի է կարդալ, անցնել աչքերով վրան ու չընկալել են ինչ է որ այնտեղ կա, թեև ես միշտ կողմնա դեմ եմ եղել են սովետի վաղտ, մենք որ ես սովետական դպրոց եմ ավարտել ու չէի կարողանում հասկանալ ինչի ես պետք է գրեմ շարադրություն ուսուցչի ուզելով այլ ոչ այնպես ինչպես ես եմ դա հասկանում օրինակ չգիտեմ ինչի ես պետք է գրեմ որ այս ինչ կերպարը վատն է կամ այս ինչ կերպարը ինչ կերպարին ինչ որ բան է անում դա վատ է կարող է լավը դա է կարող է ես այդպես եմ հասկանում Պատմեցիք 90-ականներին ինչն էր որ չկարողացաք շարունակել այն ճանապարհը որ ընտրել էիք բայց ինչ դա ինձ համար օրինակ մի քիչ դժվար է ես ինձ ուրիշ այլ ասպարեզում չեմ պատկերացնում որևէ կերպ չեմ պատկերացնում թատրոնը իմ կյանքն է եւ վերջ մյուս ասպարեզներում գուցե հանդես եմ գալիս բայց թատրոնը իմ կյանքն է եւ վերջ ինձ համար դա հստակ է ու շինարարությունն եմ շատ սիրում դա հոբբի է ինչեւ է իսկ դու չկա տենց հայ որ շինարարություն չի սիրում
Հա, համաձայն եմ։ Մեկը լավ անում դա, մեկը վատ անում Չէ, դա, ուրիշ մյուս հարց է, կողմն է, բայց- հա, համաձայն եմ։ Իսկ ինչն էր 90-ականներին, որ այսինքն լավ տպավորվել է 90-ականներին։ 90-ականներին Չբա այդ հարցը սխալ հարց։ շատ բան է տպավորվել։ տպավորվել։ Ասեմ ինչն է տպավորվել։ Վատ իմաստով տպավորվել են սեղանիկները։ Լայն, հա, շրջանակներում ասում են դախլա։ Դախլ չի։ Դա առևտուրանոցներ դախլ չի։ Բայց սեղանիկներ էին, այսքան կամ մի քիչ մեծ կամ մի քիչ ավելի փոքր շարում էին վրան սիգարետներ, Ամեն ինչ, ինչ ասես։ լիկյորներ, ամարետո, այդ այն ժամանակների 90-ական բաներից էր, հա, նոր ինքը խորհրդային միություն փագիր, մենք գրեթե ոչինչ չէինք տեսնում, բացի այն ժամանակ կար այդպիսի ֆրազա, դա միայն Հայաստանում ակոչվում էր աղբարի տուն։ Այդ երբ որ մեր սփյուռքահայերը ունեին, այստեղի հայերը ունեին սփյուռքում բարեկամներ, այնտեղից ուղարկում էին կամ իրենք գնում բերում էին ինչ որ շորեր կամ չգիտեմ ինչ երխմիչքներ եւ այլն, ու գնում էին այդ տուն, հետո որ այդ գնեն այդ։ Ու այսինքն մեր կողից ապրանքը գալու է, կգաք մի հատ։ Այդ հետո էր, այդ 90-ականները, այն ժամանակ չկար տենց բան, դա թաքուն էր, որովհետև դա համարվում էր սպեկուլյացիա եւ դրա համար հարևաններին էին ասում։ Հա, ինչ որ sense ներ կրուգերով իմանում էին աղբարի տանը ջինս կաբան, sense աղբարի տունը դարձավ տուրիստի տուն։ Հա, 90-ականներին դարձավ տուրիստի տուն։ Որ գնում են Չինաստանից բերում էին։ Նո 90-ականներին Չինաստան գնում էին, որ Չինաստանը դեռ հա այդ ուղղություններ չեմ հիշում։ Բարոյի հայերը գնում։ Ավելի շատ այդ ժամանակ գնում էին Սիրիա էին գնում, Լիբանան էին գնում, հետո դա դառավ արդեն Դուբայ, որտեղ այնտեղ էր Էժաներ, Էմիրատներ, հա, դառավ։ Դե գնում էին այդ 90-ականների սկզբին, այդ որ նոր բացվել էր Լեհաստան էին շատ գնում, Չեխիա էին գնում, այդ նախկին, հա, այս սոց ճամբարի երկրներ էին գնում։ Առևտրի հիմքը դրվեց 90-ականներից։ 90-ականների, հա, մեծ առևտ այդ մեծ շրջանը 80-ականների վերջ դեռ չէր քանդվել, բայց արդեն բավականին ազատություններ կար, հա, արդեն գնում էր խորհրդային միության փլուզման ցեց ընկել էր Պերեստրոյկայի ժամանակահատվածից, երբ արդեն թույլատրվեց, օրինակ այդ շրջանում, ասում եմ դեռ խորհրդային, բայց արդեն դոլարը թույլատրվեց շրջանառվել, որովհետև դոլարը ինքը բավականին լուրջ հոդված էր, ընդհուպ միջև, եթե չեմ շփոթվում, ընդհուպ միջև գնդակահարություն Սովետի ժամանակ, հա, իսկ այդ արդեն այդ Գորբաչովյան վերջի տարիները արդեն մարդկանց ձեռը կար դոլար, ու դա դոլար առնեմ, դոլար Պերվի կրուկ ֆրացողներն էին, որ ձեռը դոլար կար։ Առնեմ դրամով։ Հա, դոլար առնեմ դրամով։ Կամ հակառակը։ Հա, այդ չենջերն էին, Կինո Երևանի մոտ։ Դե այտենց այդ պահին վաուչերը Հա, վաուչերը մոտ։ 90-ականներին քաղաքը բաժանվեց ինչ որ տարբեր հատվածների, հա, օրինակ բանը Կինո Երևանի այդ հատվածները Չենջանոցի փողոցներ, Պրոշյանը դառավ սկզբից միայն գրիլ էր, հետո դառավ խորովածանոց։ Պետերոկ։ Օրինակ Նարդոսը այդ թաղման հետ կապված արարողությունների, հա, դագարների, բաների ինչ որ փողոց էր դառել։ Կինո Երևանը Չենջի փողոցն։ Կինո Երևանի այդ Տիգրան Մեծի այդ հատվածը Ֆիրդուսը։ Մեր Կասյանն էր Չենջի փողոց։ Կասյանն էլ էր, ճիշտ է, մի քանի տեղ, Չենջի մի քանի տեղ կային, այո, Կասյանն էլ էր, այդ հատվածը էլի Չենջի հատվածը էր։ Բայց Կասյանը պանիրը փրկում էր, պանիրը Կասյանի վրա փրկում էր դոլարի։ Բակում էր, էլի։ Շատ տենց բաներ տպավորիչ, հա, կա, որ 90-ականներից գիտեք հիմա օրինակ ես նկատում եմ իմ տան վրա ասեմ օրինակ որ հոսանքը ենթադրենք ինչ որ տեխնիկական խնդիր է գնում է չէ տեսեք իմ ու կնոջս մոտ սկսում է պանիկա այդ ենթագիտակցորեն նստած որ այս ինչա չկա հոսանք վերապրում եք հա որովհետև դա նստած է այդ բանը ես համոզված եմ դա
իմ սերնդակիցների բոլորի մոտ այդպես։ Օրինակ երեխաների մոտ, եթե հոսանքը գնում է, իրանք ուրախանում են, ռոմանտիկա է, վայ, մոմ վառենք, բան անենք, իրանք մեր մոտ պանիկա է, երեխեքի մոտ բան է, բայց Աստված մի արասցե ինտերնետը գնա, այն պանիկան, որ մենք ապրում ենք հոսանքի չլինելուց, երեխեքը ապրում են ինտերնետի չլինելուց։ Այս ամեն սերունդ իր բաներն ունի, էլի, եւ մեր օրինակը հոսանքներ, գազներ, հոսանքներ։ Այսօրվա սերունդը այդ ինտերնետն է, ինտերնետ չեղավ, всё, ոչ մի ձեր ոտ կապած իրենք ոչ մի բան չեն կարող անեն։ Չնայած մենք էլ ենք արդեն շատ կապվեց։ Բա որ մենք անընդհատ ունենում ենք հաղորդման ընթացքում սերունդների բախում։ Օրինակ շատերը ասում են, դե այսօրվա սերունդը սենց անում, նենց անում, դե լավ էլի մեր ժամանակ սենց էր, լավ էր։ Հիմա անշուշտ մեր ծնողներն էլ ասում էին, դե մեր ժամանակ ուրիշ էր, հիմա չգիտես ինչ։ Հիմա դուք այսօր ասեցիք, որ հիմիկվա սերունդը նենց ռոքից շատ լավ հասկանում է, դա լավ բան է, շատ։ Այսօրվա սերունդը օրինակ ես հաշտ եմ այսօրվա սերնդի հետ, չնայած որ բաներ կան, ինձ նյարդայնացնում է, այն որ չենք կարողանում երկու հոգի սենյակում նստած շփվել իրար հետ, որովհետև հեռախոսը տարել է այդ մարդուն, ձեր ասած այդ ինտերնետը տարել է։ Հիմա դուք որովհետև դուք զարկերակին պահած շարժվում եք առաջ, այդ շատ լավ է, հրաշալի է։ Ես այդ ինտերնետից լավ գաղափար չունեմ, բայց եւ շփման կարիք ունենք, ինչպես օրինակ 90-ականներին, որ հենց նույն այս հեռուստացույցը փոքրիկ լույս չլինելու դեպքում շատ ավելի հարազատ էր դարձնում հարևանությանը, քան այսօր, որովհետև ոչ բոլորը ունեին հնարավորություն եւ բնականաբար ով ուներ եւ այնտեղ կար ինչ-որ բան նայելու, իսկ այդ ժամանակ ես կարծում եմ ինձ հետ շատերը համաձայն կլինեն, որ քանի որ շատ լուսավոր կետ էր այդ ժամանակ, այդ բժշկական ինստիտուտի կավերնի թիմի օրինակ ելույթները եթե ցույց տային դա տոներ։ Դա այս բոլորը հավաքվում էին այն տանը իրենց հարևանի ով ուներ այդ հեռուստացույցը, ուներ հնարավորություն այդ բանը նայելու, որովհետև հեռուստացույց բոլորը ունեին տանը, բայց հոսանքի հնարավորություն չէր, հա։ Ակումուլյատոր չունեին ու այս փոքր 12 վոլտը չունեին։ Հա։ Հիմա հարց առաջանում։ Ինչ է այս արկղում։ Մանավանդ որ սև արկղ չի, չէ։ Գիտեք Հարցը տալիս ենք պարոն հաղորդավարին, ինքն է, չէ՞, միշտ տվել, պարոն հաղորդավար, միշտ տվել, ինչ է այս արկղում ու պետք է կարմիր ու սև արկղ։ Կարմիր ու սև արկղում։ Այդ արկղը ինչպես եւ ինտերնետը, ինքը կարա շատ լավ լինի եւ շատ վատ լինի։ Խնդիրը նրանում է, որ ցավոք սրտի երեխան մինչև հասկանա իսկ ինքը ինչպես պետքա ֆիլտրի, եթե ընկնի սրա ձեռը կամ ինտերնետի ձեռը, այսօրվա սրա ձեռը, էլի, որտեղ այսօր արդեն էսա, չէ՞, այս նույնը։ Ինքը կարա կործանվի։ Եթե սրա ձեռը այդքան չէին կործանվում, չնայած դեգրադացվում էին, սերիալների Նաև միայն սերիալների չէ։ Չէ, օրինակ ձեր ասած ինչ որ բան ուրախների եւ հնարավոր կավենը մեծ պրազնիկ էր, տոներ այն ժամանակ, հա, որովհետեւ հա այդ ժամանակ տենց ամեն ինչ թվում էր թե այդքան էլ լավ չի, հա, մարդիկ ինչ որ ժամերով ուննա ու տարիներով, ասենք, ես լավ հիշում եմ, հա, մեկ էլ ինչն է տպավորվել, այն 2 ժամը, որ օրվա մեջ հոսանքը միացնում էին, այդ ժամանակ, ուրեմն բոլորը, իսկ այդ ժամերը տարբեր էին, հա, ասենք մի օր դա լինում էր, ենթադրենք, առավոտ 8-ից 10-ը, մյուս օրը 10-ից 12-ը, ինքը ասենք սողացող գրաֆիկով էր, նո՞։ Շատ ժամանակ անկանխատեսելի էր։ Անկանխատեսելին այն չէր, որ տալիս են, որովհետև այդ գիտեինք, անկանխատեսելին, չէ, ինչ որ պայծ բան արեցին, բայց անկանխատեսելին էր, որ չէին դիմանում այն տրանսֆորմատորները, որովհետև այդ 2 ժամը հենց հոսանքը տալիս էին, ծանրաբեռնված տրանսֆորմատորի վրա նստած բոլոր սպառողները
միացնում էին ինչ հնարավոր էր լվացքի մեքենան միացնում էին, չգիտեմ, փոշեկուլը հոսանքով է գազի բոլորը լույսերը միացնում էին, հեռուստացույցը միացնում էին, հա, հոսանքով գազօջախները միացնում էին, որը տաքացնեն։ Ամենաշատը կիպիցիլիկներ հոսանք։ Կիպիցիլիկը միացնում էին։ Ես մի անգամ նույնիսկ բանը միացրեցի այդ կլոր այդ բաները, ու մտածում էի չի տաքան, բանց ձեռս դրեցի վառեցի։ Չգիտեմ, շատերն են երևի վառել։ Ես մի հատ հեռուստացույցի նախապատմությունը պատում շարունակենք։ Երեկվա ձեռք բերում էլի։ Գիտեմ։ Վաճառող ասես, տղաջան ասեց, եթե թագով չկարնաս վաճառես, բեր նույն գնով ես Կառնեմ։ Հիմա ինչ եմ ուզում, Netflix ցեմ տանեմ հետնվիրեմ այդ մարդուն։ Չէ, դե էսի բան արդեն, ռարինց է դա էլի, էսի հաստատ, եթե ոչ հիմա, մի 10 տարի հետո շատ թանգով կծախես, ասեմ իմ ասեմ։ Չէ, մի 21-ի գնով կծախես։ Սենա, որ այն ժամանակ ես մարդիկ ես իրերի հետ տենց կյանք են ապրել, հիմա դժվարությամբ են բաժանվում։ Այդ դա համար է ասում ինչ է արգում, կուտակված ասեմ ինչ է, հիշողություն է, հիշողություն է բերում, պարոն Հարթարը։ Բնեմ մենակ այս արգում չի, այդ հիշողությունը, գիտեք, նույն ինտերնետից եթե խոսանք, հիմա dial-up-ով ինտերնետ մտածկակ, Բան հնչեց, dial-up-ու հնչեց, ես տենց ասում եմ dial-up-ու ինտերնետը որն է։ Հա, չէ, dial-up, Dial-up, ուրեմն հեռախոսի գիծը, ինտերնետը միանում էր կոմպյուտերին հեռախոսի գծով, ու ինտերնետը գալիս էր այդ հեռախոսի գծով, ու եթե հեռախոսին զանգ էր գալի, այդ ինտերնետը անջատվում էր բնականաբար, ու դա շատ դրա համար dial, այսինքն զանգել, հա, dial-up էր կոչվում։ Dial-up։ Ու այդ ժամանակ ինքը շատ ծիծաղ, որ հիմա նայում ես, այդ ահավոր ծիծաղելի է, այդ dial-up-երով, որ մտնախ ինքը շատ դանդաղ էր, այսինքն սենց կարող այն ինչ-որ կլիկ տայր, ինչ-որ մի հատ կայքի։ Ես չեմ եղել դա։ Ու ինքը սենց ժամերով սեն շերտավոր էկրանը բաց էր էլի սենց նամակ որ կլիկը տալիս էիր հետո գնում էիր ասենք կարայիր գնայիր մի հատ ժամադրության բան մի հատ դուշ ընդունեիր բան նամակը տեղած մինչև նամակը տեղած ոտքով տաներ ավելի շուտ կհասներ 90-ականները իհարկե այսքան բան կարանք խոսանք եւ հա թվում է թե ոնց էին ապրում այդ հայտնի բանն է, չէ՞, տենց չգիտեմ, երևի լսել եք, որ այսօրվա երեխեքը, նու տենց անեկդոտ է, որ երեխեն մորը ասում է դու բան ունեիր, iPhone ունեիր, ասում է չէ իհարկե, ասում է իսկ iPad, ասում է չէ, ասում է ոնց կոմպյուտերը չունեիր, ասում է չէ, ասում է ոնց ձեր վաղ ընդհանրապես ինտերնետ չկար, ասում է չէ, ասում է մամիս դու դինոզավրերին տեսել ես, հիմա այսօրվա այս վերջի 25 տարում այդ ամեն ինչը այնքան արագ զարգացավ ու աճեց որ ինչու հիշեցի, որովհետև որ ասեցիր սերունդներ, տեսեք սերունդների հայրեր որդիներ խնդիրը մարդկության պես հին է միշտ ու ում կողմեմ ես միշտ երիտասարդների միշտ ավակ սերունդը բողոքում կարող է ես փնթամ մեկ բայց ես այդ հասկանում եմ որ փնթում եմ բայց ես ունեմ մի հատ այդպիսի ֆորմուլա հա որը ցանկացած ինձ թվում է բանական մարդ կամ լոգիկա ունեցող մարդ կհասկանա որ միշտ հայրերը փնթացել են, փնովել են որդիներին, ասելով որ մեր վաղտ ուրիշ էր դուք մարդ չեք դառնա, այս ինչ սերունդ է եւ այլն, բայց քանի որ մարդկության պատմության մեջ տենց պահ չի եղել, որ մարդկությունը ոչ թե առաջ գնա, այլ հետ գնա, այդ նշանակում է ամեն հաջորդ սերունդը միշտ ավելի լավն է եղել, քան նախորդը, որովհետև ռեգրես չի եղել, այլ պրոգրես է եղել։ Որն է չափությունը դրա մեջ է։ Դրա համար ես միշտ ասում եմ՝ մի վիճեք, ժողովուրդ, մեկը երիտասարդը ցանկացած սերունդի երիտասարդ ավելի լավն է, քան թե ցանկացած սերունդի, բայց երիտասարդության մեջ էլ կա չէ
Մենք հիմա չենք խոսում մարդկային հատկանիշների մասին, մենք չենք խոսում, ես խոսում եմ ընդհանուր որպես երևույթ, հա, որ որպես սերունդը, ամեն հաջորդ սերունդ ավելի լավն է, քան նախ։ Համաձայն եմ, ես համաձայն եմ։ Որպես երևույթ, դա ես անգամ չեմ էլ ուզում քննարկել։ Ես մի հատ մեր հովանավորին հիշեմ ու շարունակենք էլի։ Մեծ հաճույքով ես էլ կհիշեմ ձեր հովանավորին։ Շնորհակալություն մեր հովանավորին, ծորակի ջուր, խմեք միշտ օխաշով։ Օխաշ։ Շնորհակալություն։ Հա, օխաշե է, Զատը ցիշեցի, չգիտես ինչի, որտեղ միշտ դինում են, չէ՞, այդպես հաղորդումներ, գովազդներ, եւ այլն։ Գանք ինչ որտեղ երբ շտոկ դեկակդա։ Ես այդտեղ գիտեք ինչ էի մտածում, որ ձեզ չէինք տեսնում, մենք գիտեինք, որ պարոն հաղորդավարը միշտ չի երևում։ Ու այդ ձայնը ինձ միշտ ասես կլանել է, որովհետեւ որ դերասան եմ, հետո գիտեի, որ Սունդուկյանում էլ է այդպես օրինակ ընդեր դերասանները ձայնով էին։ Չէ, դա ձայնով են, չէ, ինձ միշտ հետաքրքիր է, այս լավ ձայնը ումն է, ու հետո իմացել եմ, որ Կարեն Քոչարյանի ձայնն է, ու շատ ուրախ եմ, իսկապես ուրախ եմ, հետո ձեզ տեսանք բնականաբար, մի անգամ իջակ կարծեմ։ Չեմ, հաղորդման մեջ ես դուրս չեմ եկել, պարզապես հետո սկսեցի շատ երևալ արդեն, խոսել դրա մասին արդեն պարզ էր։ Ասում լավ, տենց հարուստ, իսկապես հարուստ ձայն է, կան հարուստ ձայն, որը որ տեմբրալնի ու տենց շերտերով շատ է, էլի, հարուստ է։ Դա դերասանները միշտ ուզել են ունենան, մանավանդ Սունդուկյանի, որովհետև այնտեղ մեծ էր բեմը։ Ինձ էլ միշտ ասում էին ձայնով աստեղ։ Ասում էի, հա լուրջ, սկզբում Սունդուկյան ընդունեցի 2001 թվականի Սունդուկյանում աշխատել եմ արդեն որպես դերասան, այդտեղ հարուստ ձայնով են հայկուշ մի հատ կոֆետ, յո, մեկ էլ մյուսը գալիս հայկուշ, ու տենց ձայն պայքար էր էլի մեծ հաշվով։ Ну, ես իհարկե ինչ որ հիշում եմ, որ հիշում եմ, այդ առումով երևի թե Խորեն Աբրահամյանն եմ հիշում ամենա բավականին հետաքրքիր ձայներ, բայց դա ես երևի 10 տարեկան էի, ասել չկայի, ինձ տանում էին թատրոն այն ժամանակ, ես չի գնում, ինձ տանում էին, Դավիթ Մալյանի ձայնն էլ էր ֆանտաստիկ ձայն, այսպես որ հիշում եմ, չեմ տեսել շատ մեծերից ոչ Ավետին Ավետիսյան, ոչ Փափազին, ոչ Հրաչին, ոչ Հրաչին Ներսիսյան, թեև մնացածին կարծում եմ տեսել եմ խաղը Գուրգեն Ջանիբեկյան տեսել եմ, այո տեսել եմ խաղը, դե Գուրգեն Ջանիբեկյանն էլ, հա Գուրգեն Ջանիբեկյանի ճիշտ է Գուրգեն Ջանիբեկյանը ձայնն էր բավականին հետաքրքիր ձայն։ Ինչ վերաբերվում է իմ ձայնին, ձայնի համար ես որևէ բան չեմ արել եւ շնորհակալ եմ ծնողներիս եւ Աստծուն։ Միայն այդ կարող եմ ասել, բայց կա մի հետաքրքիր բան, որը հետո չես իմանում, ես միշտ ասում եմ, ինչ կարող եք սովորեք, որովհետև չեք իմանա կյանքում հետո ձեզ որտեղ պետք է գա, հա։ Ես ինձ տանում էին Խորհրդային Միությունում իսկ դա դեռ 70-ականներն էր, անգամ 80-ականները չէր, պարտադիր պետք է երեխան գնար երաժշտության, օրինակ ինձ տանում էին դաշնամուրի, ես ու սլուխ չունեմ, ախպեր ու զորով չի։ Արջը տարորել է երկու ականջս իրար հետ, սենց խառը, գլխախը, քթախառը, բացենց ինչ կա տարորել է արջը։ Բայց դե այն վաղ տենց էր, պետք է գնայի դաշնամուրի, բան։ Տենց մի 1.5 տարի զորով բանով են անգիր հիշելով նոտաները, որտեղ ուրիշ ձև ես չունեի, չէի հասկանում խի է էսի դո բանը, գիտեի պրոստը նայում էի, հիշողությունը շատ լավն է, թե տեսողական հիշողությունը, ու մի օր տենց չեմ հիշում, երևի սոլֆեջեից դուրս եկանք վազվզում էինք, երեխեք էինք էլի, դե 7-8 տարեկան, Պիոներ պալատի այդ բաներում, միջանցքներում վազվզում էինք, մի կին բռնեց դրպես։ Երրորդ մասի Պիոներ պալատն է։ Չէ, կենտրոնականը, այս Մոսկովյանի վրա, բռնեց, ասեց ծնողը տեստել, այս ասի, ինչ եմ արել, որ արդեն ծնողիս են բան անում, սենց ասեցի, հա, սենց վախվորած, ներքևում է, առաջին հարկում սպասում է, դե որ պիտի տուն տանի։
Ձեր սպռնից իջանք, ասեց դուք եք իր մայրս ասեց հա, ասեց կբերեք երեխային ասմունքի։ Մայրս նայեց ինձ, այդ տարիքում երևի նկատել էր ձայնս։ Մասնագետ էր։ Ձայնը այդ տարիքից ոնց։ Ու ասեց ինձ հարցրեց մայրս, ասեց կգնաս, ասի հա, եթե դաշնամուրի չգնամ։ Մենակ դաշնամուրի չգնայի։ Ու ես 7 տարի գնացել եմ ասմունքի, 7 տարի։ Այնուամենայնիվ ձայնի այն ինչ որ Աստված տվել է ու ծնողներս տվել են, հետո դրվել է 7 տարի։ Հետո ես մոռացել էի դրա մասին, որովհետև հետո գնացել եմ տեխնիկական ուղղությամբ, ընդհանուր մաթեմատիկա, ֆիզիկա, դպրոցական, հետո արդեն տեխնիկական գիտություններ, հետո երբ որ I-94 թվականին դուրս եկա, ես մտերիմ էի Երևանի բժշկականին, մենք բոլորը իմ ընկերներն էին, ու ես գնացի ինչ-որ մի պահ շարմ աշխատելու, չեմ հիշում այդ օրը ինչ էր, դա բայց 97 թիվն էր, ես մի անգամից չեմ գնացի, 97 թիվն էր, 97 կամ 8 թիվն էր։ Բայց երկար աշխատեցիք, դուք շարվում էիք երկար։ Չէ, ես հիմա ուրիշ բան եմ պատմում, ինչ-որ գովազդեր պետքա գար, ինչ-որ մեկը ձայն կարդար, չեր եկել, հիվանդացել էր, թե մոռացել էր, ինչ էր արել, ու Դոդոն Դավիթը Բաբայան ասաց կար կգաս կարդաս, չգիտեմ, երևի ինքն էլ էր նկատել, հա։ Ես գնացի կարդացի ու այդ օրվանից տենց սկսեցին հետո ինձ տարբեր բաներ առաջարկել կարդալ, բան, հետո երբ որ արդեն եղավ ինչ-որ, որ ասում Մաուգլիի մեջ է, չէ, ասում ты столько твердил, что я человеческий детеныш, что я сам поверил։ Հիմա ինձ այնքան ասեցի, որ ձերը լավն է, որ ես էլ հավատացի, որ լավն է։ Բայց ես ասեմ, բանը ռուսերենը, ռուսականը շտոկ դեկագդան ավելի վաղ էր, քան մենք ունեցանք հայկական։ Դե մենք լիցենզիայով ենք անում, մենք բայց հաջողություն չընդունեք, շտոկ դեկագդա հայերեն տարբերակը ինչ որտեղ երբ որ արդեն սկսեց եթեր դուրս գալ, սկզբից ռուսերենն է գնացի երկար տարիներ։ Հիմա այս վերջի 8 տարիներ, բայց մենք ստեղ էինք անում, արդեն դա տարբերվում էր Ռուսաստանի շտոկ դեկագդայից մեծ հաշվով։ Ում ձայնն է լինելու ով է լինելու, չէ, որովհետև այնտեղ արդեն տպավորվել է նստած ականջիդ մեջ, միշտ տենց է, չէ, ասում ես, դա բայց սրանից հետո ով կարող է լինել, հաջողություն չընդունեք, իսկապես ոչ թե տարբերություն չի եղել, այլ շատ ավելի լավ է եղել։ Նու համաձայն չեմ, այստեղ էլ ես համեստություն չեմ անում, որովհետև այնուամենայնիվ խնդիրը ձայնը չի։ Այնուամենայնիվ Վարաշլով ֆանտաստիկ կերպար է։ Դեմ չեմ, ես էլ ռուսերենից լավ եմ, նենց չի որ ռուսերեն չէի հասկանում, հայերենից համար լավ է։ Հա, բայց իսկապես ես տենց բան չեմ, դիսոնանս չեմ ունեցել։ Դիսոնանս չեմ ունեցել, այսինքն ինձ համար եղել է господин ведущий։ Չի եղել ինչի համար։ Այս բանը չեմ ունեցել, ես դիսկոմֆորտը չեմ ունեցել։ Սենց ասեմ, որպեսզի շատ սիրելի հարթումներից չանեմ, սենց հա, խունջիկ չգամ։ Հա, ի սկզբանե բոլորը ասել են, որ ստացված է։ Առանց համեմատելու, առանց բանի, հա, այստեղ ստացված է։ Մի պահ, երբ մենք անցանք հայերենի, զուտ ինչ որտեղ երբ են բան դիտողները բան էին անում, բա հայերեն չի լսվում, ես ընդամենը ասում էի, որ դա սովորելու վրա է, ականջի սովորության հարց է։ Նստում է ականջիդ վերջ։ Ընդամենը 1-2 տարի հետո ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, ինչու անցանք, հենց հայերեն էլ պետք էր նայել, ու տենց տպավորություն, ինձ մոտ նույնիսկ տպավորություն, ես միշտ հայերեն եմ լսել։ Հայերեն եմ լսել։ Հա, չէ, մենք շատ երկար 15 տարի արել ենք ռուսերեն, վերջի 8 տարին ենք անում, 8-9 տարին ենք անում։ Գնում է, չէ՞ դեռ։ Այո, հենց հիմա գնում է եթերում է։ Չէ, այս պահին չէ, ես հենց հիմա ես նկատի ունեմ, չէ, գարնանային եթերաշրջանն է։ Երկրորդ մրցութային փուլը շաբաթօրներ։ Երկրորդներ, հա, թե երրորդներ, կամ երկրորդներ կամ երրորդներ։ Մրցութայինը։ Հա, մրցութային երկրորդներ, ճիշտ է։ Հարութը, հա, երևի դուք տենց ուշադիր հետևում եք։ Ես
շատ լուրջ երկրպագու։ Բայց հարց գրի ուղարկի։ Հարց։ Իմիջիայլոց ես հարցերի խոսքը որակով հարցերի մասին է, հարց ես ստանում ենք մենք շատ, բայց Իսկ ով է հարցերը ընտրում։ Հարցերը ինքը շատ բարդ process է։ Շատ բարդ է լինի, որտեղ հսկայական նամակներ են գալիս։ Սկզբնական շրջանում մեր գլխավոր խմբագիրը խմբագրակազմն է անցնում, մաքրում է, հաշվի առնելով շատ բաներ, այդ թվում նաև մեզ տվել են 50 տարվա այդ արխիվին դոստուպ, հնարավորություն, որ կարողանա նայի, որպեսզի կրկնվող հարցեր չլինի։ Իհարկե այդքանից հետո բնականաբար ինտերնետում էլ շատ կա, հա, այդքանից հետո էլ միևնույնն է լինում են ինչ-որ հարցեր, որ չենք կարողանում հետևել, իհարկե շատ քիչ, բայց լինում են։ Դիմեք արհեստական ինտելեկտին, թող նա հետևի։ Հենց այդպես էլ արվում է, բայց այնպես չի, որ արհեստական ինտելեկտը ամեն ինչ շատ ճիշտ է անում։ Թվում է կգամի ժամանակահատված համարձակություն կունենամ ես գրքից ես 90-ականների թեմայով բրիցներ կուղարկեմ հաղորդմանը։ Բայց ինչի համարձակություն։ Հարջան, ես ուզում եմ հասկանամ։ Նախ շատ շնորհակալություն գրքի համար։ Ինձ համար ես կարծում եմ այստեղ լիքը հոգեհարազատ ինչ-որ պատմություններ կամ նմանատիպ պատմություններ կգտնեմ, բայց ինչ անշանակում համարձակություն։ Չէ, դե այն առումով որ պատասխանատվություն կա, չգիտեմ։ Շատ լուրջ է վերաբերում ես ինչ-որտեղ երբին։ Լավ եք անում, ես դեմ չեմ, որ լուրջ վերաբերվեք, բայց հարցը կարելի է ուղարկել հումորով, կարելի է հումորով, եւ հումորով եւ լուրջ հարցեր ուղարկել, ու ես միշտ ասում եմ, լավ, ենթադրենք ուղարկեցիք 10 հատ եւ 2 հատը կամ 8 հատը չընտրեցին, դրանից ձեր պագոնները կընկնի, 100% չի ընկնի, բայց հաստատ 2 հատը կընտրվի։ Ու մի օր կհարցնեն։ Բայց այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Չէ, վատի առումով չէ, ես նկատի ունեմ այդ պատասխանատվության բաների։ Տեսեք, հատկապես եթե դուք այդքան հետևում եք, այդ նշանակում է դուք ուղն ու ծուծը գիտեք հաղորդում։ Այո։ Դուք գիտեք ինչ որակի հարցերա պետք ուղարկել, որովհետև շատ դեպքերում հարց ուղարկողների մեջ կան մարդիկ, որոնք հետո ինձանից նեղանում են, չգիտես ինչի ինձանից են նեղանում, որ հարցը չի դրվում սեղանին, այն հարցը, որ դրվել էր, ինչա ձեր իմ հարցից լավն էր, բայց երբ որ դու ուղարկում ես միայն նրա համար, որ փող աշխատես, այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Այդ դեպքում կամ շատ քիչ է լինում, որ նման հարցերը հասնում են սեղանին։ Եթե հարց ուղարկողը ինքը իր կայֆով է գրել այդ հարցը, ուզում է խաղա, հա, ինքը ունի ազարտ, ինքը ունի բան, այդ դեպքում այդ հարցը ես վստահեցնում եմ 99% նստում է տարբերվող հարցեր են, էլի, ինձ հարցը, այսինքն որ քեզ էլ է հետաքրքիր, ես ինչ հարցը։ Միսակը Մարկոսյան, Զարինան, այդ մարդիկ են, որոնց ես ճանաչել եմ նրանից հետո, երբ որ իրանք սկսել են ուղարկել։ Աշխատում են հարցերի վրա։ Այսինքն նույն հարցը դու չես կարելի ինտերնետում գտնես։ Ինքը մարդը գործ արել։ Ինքն է մտածել, ոչ թե արհեստական ինտելեկտը։ Այդ շատ կարևոր է։ Իմիջիայլոց ես ասեմ, հենց այս սեզոնին արդեն եղել է կարող եմ բացահայտել, եթերում եղել է այդ հարցը, նույն Միսակը Մարկոսյան, իդեպ ինքը հարցը մտածել էր, բայց նկարները սարքել էր արհեստական ինտելեկտով, ու շատ լավ հարց էր, շատ գեղեցիկ հարց էր, եթե նայել եք խոսքը գնում է բանի մասին, որ ինքն ներկա էր, որ 3 հատ նկարեր, մի նկարի վրա 6 ձեռք էր ու մի հատ ծանրակար, մի նկարի վրա 6 ձեռք էր ու 3 ծանրակար, իրար հետ կապված այդ 3-ը շղթայով, մի նկարի վրա մի ձեռք էր, 3 ծանրակար, էլի շղթայով կապված ու ասում էր ինչն է կապը։ Հա, այս նկարները ինչ է, նկարների իմաստը Իմաստը այն էր, որ 3-ն էլ ինչ որտեղ երբի հարցեր են, մեկը լրիվ հարցն է, որ 6 հոգով պետքա 1 հարց վերցնեն, 1 ծանրակար, այն 6 բլիցներ, երբ որ 6 հոգով պետքա 3 հատ ծանրակար վերցնեն։ Չպատասխանեցին։ Չէ, մյուսը մի հոգ սուպեր բլիցներ, որ մի հոգով պետքա 3 հատ ծանրակար բարձրացներ։
Նայ, մարդը մտածել էր, ինքը աշխատել էր, ու շատ էլ լավ էր արել, որ արհեստական բանականության ներդիմել այդ նկարները սարքելու համար։ Այսինքն հարցի բնույթը չէ, էլի բանական։ Հա, բայց ինքը այդ մարդը ստեղծագործել էր այդ հարցը, էլի, ոչ թե ինչ որ միտեղ կարդացել էր, ինչ որ մի ցիտատ, ամենայն չսիրա, ինչքան պետք է հանճարեղ լինի ցիտատը, ու ինչքան հա, այնց համով նրա ավարտը, որ ես հիմա ես ցիտատ չեմ սիրում, ցիտատով հարցերը, բայց դնում եմ մեկ-մեկ, բայց ասում եմ, այդ այնց պետք է հանճարեղ ցիտատ լինի, էլի։ Բայց հարցադրումը ոնց էր արել հարցադրումը, այսինքն ինչ ընդհանուր բան կա այս ամեն ինչի մեջ ու ինչին է սա Ինչ են խորհրդանշում այս նկարները։ հա։ Ինչ են խորհրդանշում այս նկարները։ Խենթանալու բան, մարդը մտածել է էլի, հետաքրքիր ձև։ Չէ, դե նույն Միսակը Մարկոսյան, ես գտնում եմ, որ գոնե մեր հայկական ակումբի լավագույն հարցն է 25 տարվա մեջ, դա հայտնի Հայաստան ասելիս հարցն է, որը Միսակը գրել էր, հա, մարդը էլի ստեղծագործել էր, ինքը այնտեղ բաներ, որ հարցը հետևյալն էր, որ այրոց դեմքի շրջանում, թուլություն ոտքերի շրջանում, այսպիսի հարցեր, հա, ով եւ երբ է զգում այս, հա, ապրում այս զգացողությունները, ասեցին, եթե չեմ շփոթվում, պատասխանեցին Ստենդալիսի բան, համախտանիշ, հա, որ երբ տենում են ինչ-որ արվեստի գործ, ոտքերը թուլանում են, ինչ-որ բան են զգում։ Հայաստան ասելիս էլ մահում շունն է։ Ու պատասխանը Հայաստան ասը Համոսայանն ասե Հայաստան ասելիս, հա։ Ու բոլորը ասում են, այդ ես համարում եմ, որ 25 տարվա լավագույն հարց։ Ու ես կարծում եմ մենակ ես չեմ համարում դա այդպես։ Պարոն Քոչարյանը շատ բաներից կարող է խոսալ այսօր ու մենք ուրախ կլինենք, որ էլի հանդիպենք ձեզ հետ, շատ ուրախ կլինենք, ուղղակի ցավոք մեր եթերաժամը ինչ-որ անհասկանալի, այսքան քիչ խոսեցի, հատկապես 90-ականներից, 80-ականներից, բայց ինչքան է խոսում, ինձ ասեց, հա, մեր զրույցների ֆենոմենը է, մարդիկ չեն հասկանում երբ ավարտվեց, բայց իսկապես, որովհետև մարդիկ կարոտ են հարազատ զրույցների, մարդիկ կարոտ են հարազատ զրույցների, անիմաստ այդ մեկը մյուսին ցեղ շպրտել են, մեկը մյուսի վրա մուննատ գալ, այդ ամեն ինչից այնքան ենք բոլորս հոգնել, հա, այնքան ենք հոգնել, հիմա ես օրինակ նայում եմ գրքի բանը, տեսեք, ոնց որ տես վիդեոկասետն է, որը ձեր համար ասոցիացվում է 90-ականների, ինձ համար 80-ականների, օրինակ, որովհետև ես անգամ 70-ականներին պատկերացնում եք այս վիդեոմագնիտոֆոն, հա, սովետի ինչ որ երեխա ու վիդեոմագնիտոֆոնը, որտեղ ինչ որ մանր կինոներ կա, որ կյանքում անհնար է դա տեսնել, հա, մենք Մալիկա Էվերանը, հա Մալինկա Էվերը։ Չէ, Մալինկա Էվերը 90-ականներ է, ժողովուրդ, մենք ես ես վիդեոկասետներով եւ շատ լուրջ կինոներ եմ տեսել, խոսքը գնում է, հա, Կնքահայրի մասին խոսքը գնում է, Однажды в Америке խոսքը գնում է ինչ-որ Полет над гнездом кукушки եւ տեսել ենք այն բանը, հա, այն քունգ-ֆուներ ինչ-որ բանը, Բրյուս Լի, Ջեկի Չան, բանցեցին ու Ջեկի Չան ավելի ուշ, այժմ Չակ Նորիսի դեպ, հա, շատ վատ կրկնօրինակման, շատ վատ կրկնօրինակման, բայց լինում էին նաև նորմալ, շատ քիչ լինում էր, չգիտեմ տենց ոնց էր լինում, հետո սրանից հետո արդեն 90-ականների վերջ, 2000-ականների սկիզբ, չէ, 2000-ականների սկիզբ, 90-ականների վերջ դեռ չկար CD-ներ, բայց հիմա որ երեխային CD-ին ցույց տաս չեն իմանա։ 90-ականների վերջ կար արդեն CD։ Չէ, ես ասեցի, հետո հիշեցի, չէ, այդ ժամանակ կամ եթե կար բայց Հայաստանում չկար։ Չէ, Հայաստանում էլ շատ քիչ կար, որովհետև կոմպերի նասիցիլները այն ֆլոպիներն էին, սկզբից որ բան էին անում, ֆլոպիներին փոխարինեցին CD-ները, հետո նոր ֆլեշկեքը, հետո iCloud-ները էլ արդեն ոչ մի բան պետք չի։ Վիդեոմագնիտոֆոնը սովետականներ, չէ, էլեկտրոնիկա ուսուցում։ Չէ, սովետականներ են, որ սենց էին դուրս գալի, չէ, բայց չեքի խանութ հասկացողություն կար Սովետում, չեքի խանութ։
հա, երկու խանութ կար վալյուտնին, դե մտնել չէր կարելի, որովհետև նույն ձևի դոլարի համար ասում եմ կբռնեի։ Ու կար չեքի խանութ։ Չեքի խանութը այն մարդկանց համար էր, ովքեր գնում էին արտասահման աշխատելու եւ այնտեղ իրենց աշխատավարձը տալիս էին չեկով։ Այդ այսինքն այնտեղ կարող էր չեկով։ Ու հետո հետ էիր գալիս արդեն քո աշխատածով, դու այնտեղ ինչ առնում էիր, բերում էիր, ու այդ խանութից սկսում էիր օգտվել։ Այդ չեկերը վաճառում էին, մեկը 3-ի։ Հա, ու այնտեղ ֆինական, չգիտեմ, տարբեր տեխնիկա կար, սառնարաններ, ես իմ լվացքի մեքենաներ, կար ճապոնական տեխնիկա, հեռուստացույցներ, մագնիտոֆոններ, բան են տրիսիմյորկի շարք, բանսens բաներ կար, այն Panasonic-ներ, Sony-ներ, հա, ժամանակ կար National Panasonic, երկու կասետանի, որ կարելի զապիսել անեիր, հա։ Մեկը մյուսից զապիսել անում, այդ օվուներ բաններ, էլի իր երազած տղեներ, որովհետև սաղ թաղը գալիս էր մոտը կասետ զապիս անելու։ Հարգելի պարոն Քոչարյան, մենք ունենք նաև YouTube-յան Edge, որտեղ 90-ականները այս գիրքը որ կարդաք, դրա աուդիո տարբերակն էլ կա, այսինքն այն ինչ որ գրած է, դա աուդիո էլ կարող եք լսել։ Ես կնախընտրեմ կարդալ։ Կարդալ։ Հա, բայց կարդալուց հետո կնախընտրեմ կարդալ։ Իհարկե YouTube-յան ձեր edge-ին, եթե այս հաղորդումը գնում է ձեր edge-ով նույն YouTube-յան, ես բնականաբար ինչ մեղք կստակցնեմ, դեռ չեմ բաժանորդագրել, բայց կգնամ կբաժանորդագրվեմ հենց այս հաղորդումից հետո։ Մենք ձեզ կուղարկենք, link են ասում դրան, link-ը։ Հա, link-ը։ Դուք ինձանից շատ երիտասարդ եք, բայց ինչ-որ բաներ ոնց որ իմ երեխեքը կասեն հին մարդ եք երևում։ Դժվար է, որովհետև ես մեր հայերենը նենց եմ սիրում, շատ եմ սիրում մեր հայերենը, չեմ քիչ դժվարանում եմ հիմա այդ բաներով խոսել։ Գիտեմ, ուղղակի չէ, հա։ Ժամանակի մեջ այդ հնարավոր է։ Արծում ես այս cute դիմանա։ Cute, հա, cute, ճիշտ է։ Այլ որ հիմա էլ Հա, բայց այդ ապուշ բարերը ես էլ չեմ սիրում։ Համարեք ինձ էլ հին մարդ։ Չէ, լինքը նորմալ է, լինքը աշխատանքային է, դրա համար է։ Պետք է իմանանք, որ չմտածենք վիրավորում են մեզ էլի։ Նոնե իմաստը պետք է իմանանք։ Հղում, հայերեն, հղում։ Մենք հղումը կուղարկենք, հա, տենց են ասում։ Հղումը կհղենք ձեր էջին, որ տեսնեք, շատ լավ։ Եղավ, շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, բար իմացանք։ Շատ հաճելի էր, պարոն Քոչարյան։ Ինձ էլ էր շատ հաճելի, նորից եմ կրկնում հաճելի էր եւ ձեր ընկերակցությունը եւ հատկապես թեման։ Մերսի շատ։ Ձեզ ուղեկցենք